Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 28 Հիշիր քո ծառային տված խոսքդ, որով ինձ հուսադրեցիր։ Սաղմոս 119:49 Ինչ էլ լինի քո հատուկ կարիքը, անկասկած Աստվածաշնչում կա դրան պատկանող խոստում։ Գուցե դու թույլ ու տկար ես, քանի որ ճանապարհը դժվար է ու դու հոգնել ես։ Այդ դեպքում ահա քո խոստումը, նա հոգնածին ուժ է տալիս, կարողություն չունեցողի զորությունը շատացնում։ Այսպիսի խոստում տալով դրանով գնա այն տվողի մոտ և խնդրիր իրագործել այդ խոստումը։ Արդյոք դու փնտրում ես Քրիստոսին, արդյոք ձգտում ես նրա հետ ավելի սերտ շփման։ Այդ դեպքում այս խոստումն աստղի նման շողում է, երանի նրանց, որ արդարության քաղցն ու ծարավն ունեն, որտեղ նրանք պիտի հագենան։ Այդ խոստումով գահի առաջ արի ցանկացած ժամի, մի խնդրիր ուրիշ ոչինչ, այլ միշտ մի բան ասա. Տեր, արա ասացիդ պես։ Դու վշտացած ես քո մեղքով, ծանրաբեռնված ես սեփական անօրենությունների ծանրությամբ, այդ դեպքում լսիր հետևյալը. Ես եմ, որ հանուն ինձ ջնջում եմ քո հանցանքները և մեղքերդ չեմ հիշում։ Դու ոչինչ չես արել, որպեսզի արժանանաս նրա ներմանը, բայց հիշեցրու խոստումների մասին, և նա դրանք կկատարի։ Հնարավոր է դու վախենում ես, որ քո ջանքերն ու հետևողականությունը չեն բավարարի, որ թեև դու Աստծո զավակ ես, բայց իրականում ոչինչ էլ չես ստանա։ Արդյոք այդպիսին է քո վիճակը, այդ դեպքում մոտեցի շնորհքի գահին հետևյալ հիշեցմամբ. Լեռները կհեռանան և բլուրները կսասանվեն, բայց իմ ողորմությունը քեզանից չի հեռանա։ Եթե դու կորցրել ես Քրիստոսի ներկայության քաղցր զգացողությունը, բայց փնտրում ես նրան ցավով, լցված սրտով, հիշիր հետևյալ խոստումները. Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ ետ կդառնամ դեպի ձեզ։ Մի փոքր պահ քեզ լքեցի, բայց մեծ ողորմածությամբ քեզ պիտի հավաքեմ։ Թող քո հավատը հագեցած լինի անձամբ Աստծո խոսքով, ինչպիսին էլ որ լինեն քո վախերն ու կարիքները, գնա հավատի պահեստարանի մոտ, ունենալով Հոր խոստումը և ասա. Հիշիր քո ծառային տված խոսքդ, որով ինձ հուսադրեցիր։